Շատ ուրախ եմ վերադարձի համար, հիշողություններն ու աշխատանքը, որը կատարեցինք միասին Ուրարտու ակումբի ֆուտբոլիստների, երիտասարդ հայ ֆուտբոլիստների, թե արտասահմանցի ֆուտբոլիստների հետ այդ ժամանակահատվածում, կարծում եմ շատ դրական էր, կարողացանք կառուցել թիմ, որը խաղում էր թե լավ գեղեցիկ ֆուտբոլ, թե նաև կարողանում էր հաղթանակների հասնել եւ շատ ուրախ եմ, որ այդ աշխատանքից հետո նաև թիմը կարողացավ հետագայում ունենալ ավելի մեծ շարունակական հաղթանակներ, միայն ուրախ եմ եւ դրական էմոցիաներով վերադարձել եմ միտեղ, որտեղ ինձ զգում եմ ինչպես տանը, քանի որ իմ կարիերայի առաջին քայլերը որպես գլխավոր մարզիչ հենց սկսել եմ Ուրարտուում։ Իհարկե հետևել եմ թե Ուրարտու թիմի խաղերը, թե անհատական այն ֆուտբոլիստների հայ, ովքեր կարելի ասել միասին ինձ հետ սկսեցին խաղալ բարձրագույն խմբում եւ ուրախ եմ, որ գրանցել են բավականին աճ, Նարեկ Գրիգորյանը արտասահմանում է հանդես գալիս, նաեւ Իվուն կարելի ասել մեր հայ ֆուտբոլիստներից, որը նույնպես արտասահմանում է հանդես գալիս, Հայաստանի ազգային հավաքականում է շատ հաջող հանդես գալիս, միայն ուրախ եմ, որ շարունակական իրենց ֆուտբոլային աճը գրանցել են եւ այժմ նույնպես խաղում են լավ ֆուտբոլ։ Այն աշխատանքը, որ կատարեց Գունգոն, բարձր եմ գնահատում եւ այդ ֆուտբոլիստների հետ այժմ աշխատելով տեսնում եմ, որ նրանք պատրաստված են եւ մոտիվացված են եւ պետք է ավելի լավ աշխատել, ավելի խաղային կապերը բարելավել, որը մշտական process է, բայց այն ինչ ես այժմ ստացել եմ, բավարարում է լիովին։ Գլխավոր փիլիսոփայությունը այն է, որ պետք է թիմը հաղթի, պետք է թիմը լավ խաղով հաղթի եւ այն ֆուտբոլիստները այս պահին որոնք մեր թիմում են, թե հայ, թե ոչ հայ, հավասար են, բոլորը մեկնարկային կազմի ֆուտբոլիստներ կարող են լինել եւ պետք է աշխատել բոլորի հետ թե անհատական, թե թիմային մակարդակում, որպեսզի բոլորն էլ կարողանան իրենց ֆուտբոլային որակները իրացնեն եւ ով ուժեղ կլինի, ով այդ պահին ավելի պետքական կլինի հաղթանակի համար լավ խաղ նայել խաղալու է, բայց իհարկե Ուրարտու ֆուտբոլային ակումբը ունի բազմաթիվ ու միշտ ունեցել է բազմաթիվ հայ լավ տաղանդավոր ֆուտբոլիստներ, որոնք պետք է զարգանան միանշանակ։ Իրականում բնական պետք է ամեն ինչ լինի, ֆուտբոլը ռասիստություն չի ճանաչում, բայց իրողությունները յուրաքանչյուր լիգայում, յուրաքանչյուր երկրում յուրովի է եւ կարծում եմ ամեն դեպքում հայ ֆուտբոլիստները մեր ապագան են, մեր ներկան են, մեր ապագան են եւ պետք է խելամիտ որոշումներով աջակցել թե ֆուտբոլը զարգանա, թե ակումբները զարգանան եւ թե այդ զարգացման մեջ նաեւ հայ ֆուտբոլիստները զարգանան։ Տեսնենք միշտ պետք է մտածել փոփոխությունների մասին, որոնք բերելու են միայն դրական արդյունքների։ Մենք պետք է լինենք կազմակերպված, մենք պետք է լինենք դոմինանտ, մենք պետք է լավ խաղով արդյունքի հասնենք, մենք պետք է նույնիսկ ամենաբարձր ճնշման տակ, ամենաբարձր պատասխանատվության տակ պահպանենք մեր հանգստությունը, պահպանենք մեր մտքի պարզությունը եւ փորձենք լավ պաշտպանվել եւ լավ հարձակվել, ինչքան հնարավոր է շատ գոլ խփել եւ ինչքան հնարավոր է մրցակցին չտալ գոլային հնարավորություններ։ Արազը բարձր որակներով ֆուտբոլիստ է եղել եւ խաղը շատ լավ է հասկանում եւ նույնիսկ այժմ էլ որպես մարզիչ նախ շատ օգնում է մանր դետալներ, որպես նախկին ֆուտբոլիստ օգնում է իրեն, որպեսզի տեսնի, փոխանցի, խորհուրդներ տա, միանշանակ շատ մեծ օգուտ է տալիս եւ շատ ավելի մեծ օգուտ կտա, ուրախ եմ, որ Արաս Օզբիլիսը մարզչական շտաբում է։ Այո, մեզ բաժին է հասել, կարծում եմ, ուժեղ մրցակից, մենք հարգում ենք յուրաքանչյուր մրցակցին, այդ թվում նաեւ բելարուսական նման թիմին, որտեղ կան թե պայքարող, թե որակով ֆուտբոլիստներ, բայց մենք ունենք ֆուտբոլիստներ, ովքեր հաղթող են եւ պատրաստվում ենք ուժեղացնել նախ մեր խաղը ամեն հատվածում, ամեն իրավիճակներում, թե գնդակով, թե առանց գնդակ խաղի ժամանակ կենտրոնանում ենք այժմ մարզումների ընթացքում ինչպես պետք է պաշտպանվենք, ինչպես հարձակվենք եւ կամաց-կամաց արդեն մեր ֆուտբոլիստներին ներկայացնում ենք եւ կներկայացնենք ավելի շատ թե ինչպես է փորձում մրցակիցը խաղալ, ինչպես է փորձելու պաշտպանվել, ինչպես
հարձակվել եւ կարծում եմ այս պահին ինչ մարզումներ եւ ինչ առաջադրանքներ որ տալիս ենք ֆուտբոլիստներին շատ լավ նախ առաջինը լավ մտադրությամբ, ուշադրությամբ եւ ինտենսիվությամբ կատարում են։ Այո, մեր առաջնությունում կան ուժեղ թիմեր, ամեն տարի կարող են փոխվել այդ ուժեղ թիմերը, մի քիչ ցանկալի կլիներ, որպեսզի այդ տարբերությունը առաջին մի քանի թիմերի եւ մնացած թիմերի միջև չլիներ մեծ տարբերություն, որը որ կա հիմա, մրցակցության շնորհիվ է, մրցակցության միջոցով է, որ թիմերը զարգանում են, աճում են, ինչպես նաեւ ֆուտբոլիստները։ Այս պահին կրկնեմ, կան ուժեղ թիմեր, որոնց դեմ մրցելիս ֆուտբոլիստները եւ թիմերը կարողանում են լավ պատրաստվել եւ ուժեղանալ, բայց ցանկալի կլինի, որպեսզի այդպիսի թիմերի քանակը ավելի շատ լինի, ինչպես նաեւ խաղադաշտերը ավելի շատ լինեն, ինչպես նաեւ ոչ այդքան շատ կենտրոնացված լինի Երևանում, որն այսօր ունենք։ Մեր մրցաշրջանը սկսել է հենց առաջին մարզումից, մենք ամենաբարձր տեղերի համար ենք պայքարելու, քանի որ մեր ֆուտբոլիստները այդ որակներն ունեն, այդ մտադրություններն ունեն, այդ ցանկությունն ունեն, ինչպես նաև մենք մարզչական շտաբով եւ ամենաբարձր տեղերը պայքարելուց բացի նաև նպատակ պետք է լինի, որպեսզի մեր մարզադաշտը մենք կարողանանք երկրպագուներով լցնենք, քանի որ Ուրարտու ակումբը այդ հնարավորությունն ունի եւ երկրպագուներին պետք է բերենք խաղադաշտ մեր լավ խաղով, մեր հաղթանակներով։ Երկրպագուներին ցանկանում եմ, որպեսզի լինեն թիմի հետ, թիմն էլ իրենց անպայման կփոխհատուցի իր լավ խաղով եւ ըստ այն երկրպագուներին հաղթանակներն ու լավ խաղն է բերելու մարզադաշտ եւ նրանց կոչ կանեմ կխնդրեմ, որպեսզի ամեն խաղին ներկա լինեն մեր խաղերին, աջակցեն եւ մենք նրանց չենք հիասթափեցնի։